Ողջույն հայեր ջան, ճիշտ ասած նոր էի վերադառնում աշխատանքից ու այնպիսի մի նորություն, տեղեկատվության հանդիպեցի համացանցում, որ իսկապես եթե չկիսվեմ ձեզ հետ ուղղակի կարող է ներվայնությունից, նյարդայնությունից պայթեմ, նախապես ուզում եմ ներողություն խնդրել բոլորից հետ, Կանզի հնարավոր է խոսքի մեջ լինեն ոչ լեքսիկոնային արտահայտություններ, պարզապես այնպիսի մի սարսափելի, առնվազն զազրելի մի ինֆորմացիայի հանդիպեցի, որի մասին կուզեմ կիսվել ձեզ հետ ու լսել ձեր մեկնաբանությունները թեմայի շուրջ։ Ինչպես գիտեք, 2-ամյա Տիգրանին արդեն 1 շաբաթից ավել է ինչ փնտրում են ոստիկանությունը, Բրկարարները, տասնյակ կամավորներ օգտագործում են, չգիտեմ, զարգացած տեխնոլոգիաներ, բայց ոչ մի կերպ չեն գտնում երեխայի հետքը։ Գիտեք նաև, որ երեկ ինչ-որ մի վիժվասկ զանգել էր Տիգրանի պապիկին ու հեռախոսով լացի ձայներ էր ինչ-որ դրել, բայց այստեղ հիմնական խոսքը վերաբերել է ոչ թե այդ վիժվասկին, ում ի դեպ արդեն հայտնաբերել են, այլ մեկ ուրիշ ավելի նողկալի մի մարդկային ստորության։ Խոսքը վերաբերվում է նրան, որ ոստիկանությունը արդեն իսկ տեղեկություն տարածեց, որ այդ զանգը, որի մասին խոսել է պարոն Վալոդյան, որևէ կերպ կապ չունի, աղերս չունի երեխայի անհետանալու կամ առևանգման հետ։ Ամենայն հավանականությամբ ինչ-որ սրիկաներ, գուցե նաև պատանիներ, փորձել են այդ կերպով չար կատակ խաղալ, սակայն նրանից հետո, երբ մեր ոստիկանությունը հայտնեց, որ դա կապ չունի առևանգման կամ Տիգրանի կորելու հետ, ինչ-որ տականքներ, ինչ-որ վիժվասկներ համացանցում լուրեր տարածեցին, թե իբրև այդ զանգը իսկապես համապատասխանել է բովանդակությանը, այսինքն իբր թե այդ երեխայի լացը եղել է հենց Տիգրանինը, բանը հասավ նրան, որ համացանցում կարդացի, որ միտեղ տեսա, որ ինչ-որ մարդիկ գրել էին, թե Տիգրանի մայրը հաստատել է ու նա ասել է, որ դա Տիգրանի լացի ձայներ, ես չգիտեմ մարդ ինչ աստիճանի պետքա սրիկա, չգիտեմ բառեր ուղղակի չեմ գտնում ու չեմ էլ ուզում հայոյեմ, ինչ աստիճանի պետքա չմարդ լինի, որ դիտումների կամ չգիտեմ այլ շահույթի համար կամ իրեն ցույց տալու համար նման քայլեր կատարի, այն որ ինչ-որ սրիկաներ զանգել են Տիգրանի պապիկին, դա իհարկե անմարդկային քայլ է, բայց ինչ-որ տեղ հասկանալի այն առումով, սահաբար ինչ-որ հոգեկան հիվանդներ կամ ամենայն հավանականությամբ պատանիներ են եղել, ովքեր որ չար կատակ են խաղացել, սակայն այն, որ իբր թե գրագետ մարդիկ օգտագործելով այդ դեպքը զարդարել են, ծաղկացրել են և խորացրել են այն, ներկայացնելով, թե իբրև մայրը կամ հարազատները ճանաչել են այդ լացի ձայնը, դա արդեն ստորության գագաթնակետն է։ Բարեկամներ, խնդրում եմ ուշադիր եղեք, ոչ մի կերպ մի տրվեք մանիպուլյացիաներին, ոչ մի կերպ միանգամից մի հավատացեք այն ինչին, որ լսում եք։ Ես գիտեմ, ես էլ ձեզպես ամեն ժամ, ամեն րոպե հետևում եմ նորություններին, փորձելով ինչ-որ մի լուր լսել Տիգրանի հետ կապված, բայց բոլոր դեպքերում պետքա գոնե հիմա մենք էլ ուշադիր լինենք, որպեսզի ինքներս էլ անկախ մեզանից չդառնանք այդ սրիկանների օժանդակողներից ու մենք էլ չտարածենք այդ ստահոդ լուրերը։ Ընկերներ, կուզեի նաև մեկ այլ թեմայի մասին խոսել։ Այսօր լսեցի նաև, որ Տիգրանի ծնողների հարևանը, կարծեմ անունը Ժուլիետ էր, ով համացանցում մեծ քննարկումների պատճառ էր դարձել, հատկապես իր
լրագրողների հետ զրույցի ընթացքում այդ կինը եղել է ոգևորված, չգիտեմ, վախեցած, գուցե անհանգիստ, գուցե նաև ինչ-որ չափով իր վրա պատասխանատվություն է վերցրել, հա, քանի որ ինչքան հիշում եմ րոպեները, հա, դեպքից առաջ երեխան գտնվել է նրանց տանը, ու մի խոսքով խոսել արտահայտվել է մի փոքր ուճապի մատնված, ու դա պատճառ է դարձել, որպեսզի շատ մեր հայրենակիցներ ակամայից է ենթագիտակցորեն կամ ինտուիտիվ ենթադրեն, որ այդ կինը որևէ կապ ունի Տիգրանի անհետացման հետ, բայց կարծում եմ, ընկերներ, որ այո, անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ առաջին հայացքից սկզբում, երբ լսեցի այդ տիկնոջ հարցազրույցը, իմ մոտ էլ մի քիչ դիսոնանս առաջացա, մի կողմից ասում եմ, դե հա, էլի, դե հիմա կինը հարևան է, հարազատ է, բնական է, որ հնարավոր է եւ էմոցիոնալ մարդ է, անընդհատ ուզում է խոսա, անընդհատ ոգևորված է, ինչ-որ տեքստեր ասում, որոնք էական կամ ուղիղ կապ չունեն լրագրողի տված հարցերի հետ, բայց մյուս կողմից էլ մտածում էի, լավ, դե ամեն դեպքում այդ մարդը իր պատմելով ու ծնողներն էլ դա չեն հերքել, որ անընդհատ իրենց տունն էր, այսինքն Տիգրանը այդ տան երեխան էր, էլի, ու եթե Տիգրանի ծնողները կամ ոստիկանությունը կամ ինչ-որ նրանց այդ փոխկապակցված անձինք այդ միտքը, այդ վարկածը չեն տվել, կարծում եմ, որ այդ տարաբնույթ մեկնաբանություն նրանց այդ փոխկապակցված անձինք այդ միտքը, այդ վարկածը չեն տվել, կարծում եմ, որ այդ տարաբնույթ մեկնաբանությունների թարգը պետք է տանք, հաշվի առնելով, որ մեր խոսքով իսկապես էլի կարող են ցավեցնել այդ կնոջը, բայց ամեն դեպքում այսօր ոստիկանությունն էլ կարծեմ քննչականի պետը իր կարճ հարցազրույցում նշեց, որ քննարկվում եւ նայվում են բոլոր անխտիր բոլոր վարկածները, քանի որ դեպքը իսկականից էլի համապետական նշանակություն է ստացել ու աշխարհասփյուռ հայերը ամբողջ աշխարհից մեկնաբանություններում հաճախ են տեսնում, էլի, որ մեր հայրենակիցները իրենց անհանգստության կալանքցանկի խոսքն են գրում մեկնաբանություններում, թե Ռուսաստանից, թե Ամերիկայից, թե Եվրոպայից, ու կապ չունի տղամարդ, կին, մեծահասակ, երիտասարդ, բոլորը կարծես մի բռունց դարձած պայքարում են Տիգրանից որևէ մի դրական լուրի լսելու համար։ Ինչևէ, սիրելիներ, նորից եմ խնդրում եւ նորից եմ հորդորում շատ ուշադիր լինել այն տեղեկատվություններին, որոնք որ դուք լսում եք, որոնք որ դուք կարդում եք, մասնավորապես այդ զանգի հետ կապված արդեն պարզ է, որ նման բան ուղղակի գոյություն չունի եւ ունենալ չէր էլ կարող, քանզի հենց ոստիկանությունը անմիջապես հայտարարություն կտար այդ մասին, այնինչ ոստիկանությունը իսկապես տվել է հայտարարություն ու պաշտոնապես բացառել այդ վարկածը եւ հաստատել է, որ դա որևէ կապ չունի երեխայի անհետացման հետ։ Իսկ տիկին Ժուլետի անունը ներողություն եմ խնդրում, Ժուլետ կարծեմ, հետ կապված իհարկե կարելի է այդ հարցը բարձրացնել, քանի որ ես ինքս էլ տարբեր հարյուրավոր մեկնաբանություններ եմ տեսել, ովքեր մեր հայրենակիցներից նրանք քննադատել են, մեղադրել են, բայց բոլոր դեպքերում կարծում ժամանակն է, որ ավելի այսպես փաստարկված ամեն ինչին նայենք եւ ամենակարևորը հնարավորության դեպքում հետևենք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը ու որևէ ձևով չտրվենք սադրանքներին, չտրվենք մանիպուլյացիաներին ու այդ կերպով մենք էլ չդառնանք նրանց օժանդակող, նրանց հիմար լկտի գործողությունները մեր կիսվելով, մեր տարածելով ինքներս էլ դրան թափ չտանք։ Ինչ ասեմ, լավ մնացեք եւ հուսանք, որ Տիգրանին վերջապես կկարողանանք գտնել ու այս մղձավաշ դարձած օրերը արդեն մեր ազգի համար, որ մեր համար մեկ քննարկման թեման է դարձել, ի վերջո կխաղաղվի եւ ժողովուրդն էլ, ծնողներն էլ, հարազատներն էլ, բոլորն էլ հանգիստ շուրջ կքաշեն։ Հույսով, հավատով սպասենք դրական լուրի։ Լավ մնացեք եւ հնարավորության դեպքում աղոթեք, քանզի դա է մնում, էքստրասենսներ, չգիտեմ, մոգեր, հա, այս կարգի մարդիկ
իշխաններ, որ փորձ են օգնել, կարծում եմ, որ հավատն առ Աստված դրանից զորեղ բան չկա։ Աղոթենք Տիգրանի համար եւ սպասենք դրական նորություններին։ Լավ մնացեք։